Ես Արցախից եմ, ազգանունս Քոչարյան, տեղահանվել եմ 23 թվականին, ընտանիքով ապրում ենք Սիսիանում, 7 հոգի ենք, ուզում եմ իմանալ, Սյունիքը կարժանանա Արցախի ճակատագրին։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի մեծ հավանականությամբ, ամենայն լրջությամբ, այս մարդը վերջերս եղել է, եթե չեմ սխալվում, Կաֆանում եւ հայտարարել է, որ Սյունիքի խնդիր չկա։ Հենց այդ մարդը մի տարածքի վերաբերյալ ասում է խնդիր չկա, մարդիկ պետք է սարսափեն։ Գնացել է Ղարաբաղ, հայտարարել է, Արցախը, Հայաստանը եւ վերջ, ավելին միացում էր գոռում, հետո տեսանք ինչ եղավ։ Հիմա իսկապես վճռական պահ է։ Այս մարդը շառ է մեր ժողովրդի գլխին, մեր հայրենիքի գլխին, իսկապես շառ է։ Իդեպ Արցախի կորուստը մենք 22 թվականին Ֆրանսիայի հրապարակում 1.5 ամիս անդադար գիշեր ցերեկ ասում ենք վտանգ կա, ամեն ինչ ես հիշեցնեմ, սկսվել է մեկ նախադասությունից, խորհրդարանը ինքը ասել է Արցախի հարցում նշաձողը պետք է մի քիչ իջեցնենք, հիշում եք։ Նշաձողը իջեցումը մենք արդեն իրեն ճանաչելով հասկացանք ինչ է սա նշանակում։ Դուրս եկանք հրապարակ, չկարողացանք բավարար մարդկանց հավաքել, համոզել։ Եվ հենց Ֆրանսիայի հրապարակի շարժումը մարվեց հունիսին, հոկտեմբերի 6-ին ինքը գնաց եւ ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, որով ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Նայեք, ինչ կատարվեց։ Եվ դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Այս մարդի ամեն մի հայտարարությունը ողբերգությունը բերում իր հետևից։ Դրա համար Սյունիքի հարցով պետք է զգոն լինենք եւ որևէ կերպ, որևէ հնարավորություն ԿՊ-ին չտալ։